Ուզում ես իմանալ հեծը ոնց է տարիներ շարունակ թալանել քեզ, հենց քեզ։ Հիմա կներկայացնեմ։ Դու ամեն ամիս աշխատել ես, հոսանքիդ վարձը եկել է, շատ դեպքերում հավելագրումներով սիրուն տարել ես այդ գումարը վճարել ես, որպեսզի հեծը շարունակի իր գործունեությունը։ Հեծն էլ դե մեծ ընկերություն է, ունի մեծ ավտոտեխնիկա եւ այդ ավտոտեխնիկային անհրաժեշտ է ավտոպարկ, ավտոկայանատեղի։ Ու հեծը ունի քանաքերձեյթունում իրեն պատկանող շատ լավ տարածքում շատ մեծ ավտոկայանատեղի, բայց հեծը որոշել է, որ այդ ավտոկայանատեղին պետք է ամսական ընդամենը 126,000 դրամով վարձակալության տա Տաշիր գրուպի հետ փոխկապակցված ինչ-որ մի անձի։ Դե որոշել է, ինչը շուկայականից շատ էժան գին է իհարկե 126,000-ը, բայց ինչևէ սա դեռ մի կողմն է։ Ու որոշել է, որ իր տեխնիկայի համար պիտի Մալացիա Սեբաստիայի ինչ-որ մի հատ բակային վատ տարածքում վարձակալի ավտոկայանատեղի գուշակի ինչքանով 12.7 միլիոն դրամով ամսական։ Այսինքն ինչ է անում, իրան պատկանող տարածքը 126,000 դրամով վարձով է տալիս Տաշիրի մերձավորներից մեկին ու Տաշիրի մերձավորներից մեկից վարձով է վերցնում նույնատիպ մի հատ տարածք 12.7 միլիոնով, տարեկան 140 միլիոն դրամով։ Բնականաբար մենք այդ քո գրպանը մտած ձեռքը հանելու շպրտել ենք դուրս ու ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ այս երկու պայմանագրերն խզվել են ու քո վճարած հոսանքի փողերից այսուհետ կխնայվի 140 միլիոն դրամ։ Ու ապշել իհարկե կարելի է, թե ոնց կար բազմամիլիոնանոց ընկերությունը զբաղված լիներ այդպիսի մելքի ժուլիկությամբ։ Մելքի ժուլիկությունը, սա ուրիշ բան չի։ Հա ու կիսվեք, խնդրում եմ այս տեսանյութով, որպեսզի բոլորն իմանան այս մելքի ժուլիկությունների մասին ու թե ինչպես են իրենց միջոցները նախկինում տնօրինվել հեծում, որտեվ հեծում տնօրինվել են ձեր միջոցները, յուրաքանչյուրիդ միջոցները։ Դուք եք վճարել այդ հոսանքի դիմաց։ Ձեր վճարածից է գոյացել հեծի շահույթը, հեծում գոյացած ցանկացած գումար։ Այն ընդդիմադիր ուժերը, ովքեր որ փորձում են մշտապես վատաբանել կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, լավ կլինի այս թվերը լսեն, կառավարության աջակցության սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագրից օգտվելու համար 2384 մարդ է դիմել եւ 2384-ի մի մասը արդեն կառուցվել են, մի մասը ընթացքի մեջ է եւ գյուղ կա արդեն 300 տուն է կառուցվել, ժողովուրդ ջան։ Օրինակ Կողբ գյուղում 280 տուն է կառուցվել, Բերքաբեր գյուղում 101 տուն է կառուցվել։ Նաև շատ կարևոր է արձանագրել, ժողովուրդ ջան, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության գալով 300,000 աշխատատեղ ավելացրել ենք Հայաստանի Հանրապետությունում, բայց նույն քաղաքական ուժերը ինչ են ասում այսօր, ասում են, եթե մենք գանք իշխանության 300,000 աշխատատեղ կավելացնենք, եթե լավ կարում եք այդքան աշխատատեղ ավելացնեիք, բախի միջև հեղափոխությունը չէիք ավելացնում, միջև այդ իշխանության մաս էիք կազմում, գայիք ավելացնեիք։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, լավ օր եմ մաղթում բոլորիդ, մեկնաբանություններն էլ թողում եմ ձեզ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եկեք միասին վերհիշենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի բիզնես միջավայրում հեղափոխությունից հետո։ Թվում է, թե բոլորին դա տեսանելի է, բայց ինձ թվում է կարիք կա հետահայաց հասկանալու ինչ ունենք եւ հիմա ինչ ունենք։ Ուրեմն կհիշեք ամենակարևոր խնդիրներից մեկը, որը միշտ քննարկվում էր, դա արհեստական մոնոպոլիաներն էին։ Երկկային բիզնեսի որոշ ուղղություններ, որտեղ որևէ պատահական մեկը մտնելու իրավունք չուներ, մտքով էլ չէր կարող անցնել։ Այսօր չկա նման բան, այսօր Հայաստանում ցանկացած մարդ կարող է զբաղվել օրենքով չարգելված ցանկացած բիզնեսով ու ներմուծել, արտադրել, վաճառել ցանկացած արտադրանք, որը օրենքով կարելի է, եթե ուզենաք բանան ներմուծել կամ հեռախոս, ձեզ որևէ մեկը չի ասի հեռու մնա, որովհետև մենք այստեղ մարդ ունենք, որը դրանով զբաղվում է։ Երկրորդ կարևոր փոփոխությունը՝ երկրի ղեկավարները, պաշտոնյաները, խոշոր բիզնեսմեններ չեն դառնում եւ իրենք իրենց շահերից բխող օրենքներ չեն ընդունում։ Երրորդ կարևոր փոփոխությունը պետական գնումների համակարգն է, որը դարձել է թափանցիկ եւ արդար։
Եվ եթե նախկինում միայն միամիտը կարող էր կարծել, որ ինքը կարող է պետական գնումներին մասնակցել ու հաղթել, այսօր կան շատ ընկերություններ, այդ թվում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց պատկանող, որոնք հաղթում են պետական տենդերները եւ պետական բյուջեի փողերով աշխատանքներ են կատարում։ Եվ սրանից բխով հաջորդ 4-րդ փոփոխությունը ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարները չեն վախենում իրենց կարծիքը արտահայտել եւ չեն վախենում, որ դրան կհաջորդի պետական ռեկետ պետական մարմինների կողմից։ Եվ հիմա ես կանխագուշակելով գիտեմ, որ ինձ կասեն, բա հեծի դեպքում ինչ եղավ, ուզում ասել, որ հեծը լրիվ այլ պատմություն է, հեծը ոչ մեկը չի խլել, հեծը ստրատեգիական օբյեկտ է, հեծի հետ կապված հարցերը սկսել էին դեռ շատ ավելի վաղ, քան հայտնի հայտարարությունը, եւ հեծի մասին դեռևս շատ ավելի հետաքրքիր բաներ կիմանանք։ Այս իմ թվարկածները չեն նշանակում, որ խնդիրներ չկան, անելիքներ չկան, բայց շատ կարևոր է, որ այդ բոլոր խնդիրները լսելի են եւ գործարարները միայնակ չեն, իրենք կարող են անգամ նամակ գրել ուղիղ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ կարող են վստահեցնել, որ այդ բոլոր հարցերը անպայման դիտարկվում են եւ որևէ հարց չի անտեսվում։ Իհարկե, այս իմ թվարկածից բացի նաեւ բազմաթիվ տասնյակ, միգուցե հարյուրավոր բարելավող բնույթի փոփոխություններ են տեղի ունեցել, ուղղակի ես նշեցի ամենաֆունդամենտալները, որոնք մթնոլորտ են փոխել եւ որոնք իրական պատկերացում են տալիս մեր երկրում բիզնեսով զբաղվելու, դյուրին լինելու կամ դյուրին չլինելու վերաբերյալ։ Ու նաեւ ուզում եմ ասել, որ այս հիմիկվա վիճակը սովորական է դարձել արդեն մեր գործարարների համար, ինչը նորմալ է, բայց երբ փորձում են որոշ պոպուլիստական լոլոներով մարդկանց կամ գործարար համայնքի ինչ-որ բաներ խոստանալ, ապա պիտի նկատի ունենալ, որ մեր գործարարները բոլորից լավ են հասկանում, թե ինչ ունեինք առաջ եւ ինչ ունենք հետո, եւ ամենևին հակված չեն վերադառնալ վայրի հարաբերությունների ժամանակահատված։ Շնորհակալություն, իսկ մենք մեր ռեֆորմները շարունակելու ենք։ 71-ամյա Բենիկ Բախշյանը շուրջ 1 ամիս որովայնի ցավերից, սրտխառնոցից, քաշի կորստից գանգատվելուց հետո Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում վիրահատության է ենթարկվել շուրջ 1,600,000 դրամ արժողությամբ, ապահովագրությամբ անվճար։ Այժմ իրեն լավ է զգում, պատմում է, եկել էր պարզապես ստուգման, երբ իմացել է, որ վիրահատության անհրաժեշտություն կա, մտածել է, որ սեփական միջոցներով պետք է անի։ Ես եկա այստեղ իմացա, որ ապահովագրությամբ պետք է բանանեմ, ես եկա, որ իմ միջոցներով պետք է անեմ, հենց պրոֆեսոր Ստեփանյան ասեց, ինչի դուք 71 տարեկան եք, ասեցի դա կարող է բարձրացնեն, դժվարացնեն, ասեց, որ ոչ մի բան չի լինի, մենք հիմա կգրենք քո հիվանդության, ասենք, պատմությունը, դուք գնացեք, որ պոլիկլինիկայում, որ գրանցված եք, այնտեղից ձեզ կտան ապահովագրության ուղեգիր կտան։ Այո, ես գնացի ներկայացա, ոչ մի խնդիր չկարող է վիրը տվեցին, եւ փաստորեն իմ վիրահատությունը եւ այստեղ որոշ ծախսեր, ասենք այն դեղամիջոցները, որոնք մտնում էին ապահովագրական բանի մեջ, դա բավականին մեծ գումար է կազմում եւ դա փաստորեն ես այդ ծախսերից ազատվեցի։ Գոհ է թե ապահովագրության համընդհանուր համակարգից, թե հիվանդանոցի սպասարկումից։ Իհարկե ես գոհ եմ։ Ես ապերախ չեմ, որ դժգոհ եմ այդպիսի բանից։